Ինչպես բնութագրել ֆուտբոլային անցնող շաբաթը մեկ բառով՝ ցնցող էր։ Paris Saint-Germain Բավարիա խաղը այնպիսի էմոցիաներ պարգևեց, որ նրանք մինչև հիմա ապրում են։ Դրանից անգամ Arsenal-ն ու Atletico-ն գրգռվեցին ու նորմալ ֆուտբոլ խաղացին։ Հանգստյան օրերին մի շարք հետաքրքիր ու կարևոր դրվագներ եղան։ Օրինակ Հենրիխ Մխիթարյանը դարձավ Իտալիայի չեմպիոն իր գոլով։ Տոտենհեմը ոնց որ փրկվում է։ Իսկ Ռոնալդուն հայկական խոհանոց է սիրում։ Եկեք արագ հավաքենք շաբաթվա թիմն ու քրքրենք անցնող շաբաթը։ Դուք բաժանորդագրվեք ու օգնեք մեզ, ինչպես Հենրիխ Մխիթարյանը օգնեց Ինտերին դառնալ չեմպիոն։ Մեր թիմի դարպասը այս անգամ կպաշտպանի Անդրեյ Լունինը, որը հաջողությամբ փոխարինում է Տիբո Կուրտուային։ Լա լիգայի հերթական տուրում Ռեալը հաղթեց Էսպանյոլին Վինիսիուսի դուբլի շնորհիվ, բայց դա չէր լինի, եթե չլիներ ուկրաինացի դարպասապահի վստահ խաղը դարպասում։ Պաշտպանության ձախ եզրում տեղակայվում է Լուկաս Հերնանդեսը Paris Saint-Germain-ից։ Ֆրանսիական ակումբը Լիգա 1-ի առաջին հորիզոնականում է, բայց զարմանալիորեն դեռ չի ապահովել չեմպիոնությունը։ Հերթական տուրում Լորիենի դեմ խաղում փարիզեցիները ընդամենը մեկ միավոր վաստակեցին, բայց դա էլ կարող էր չլիներ, եթե չլիներ Լուկասի վստահ խաղը։ Փոխանցումների ճշգրտության բարձր մակարդակ, մենապայքարներում հաղթանակի ուղղակի ցնցող արդյունքներ ու արդյունքում չեմպիոնական ուղին շարունակվում է։ Կենտրոնական պաշտպանը Պաու Կուբարսին է, որը մեծ ներդրում ունեցավ Բարսելոնայի համար համարյա չեմպիոնական խաղում։ Օսասունան ոչ ոքի համար հեշտ մրցակից չի, այդ թվում նաև Բարսելոնայի։ Սեփական հարկի տակ նրանք ճնշում էին, անգամ ունեին առավելություն առաջին խաղակեսում։ Բայց մեր Պաուկն ու ընկերները կանգուն մնացին, արդյունքում Բարսելոնան կարողացավ հաղթանակ տանել ու ավելի մոտենալ չեմպիոնությանը։ Իսպանացին ինչպես միշտ անզուգական էր փոխանցումներ կատարելիս, մենապայքարները հաղթելիս եւ ընդհանրապես կարմիր քարտ չստացավ այս անգամ։ Պաշտպանության աչքից հանդես կգա Մեթի Քեշը Ասթոն Վիլայից։ Չնայած Էմերիի թիմը պարտվեց Տոտենհեմին, բայց շատ արժանի պայքար մղեց, իսկ մեր Քեշը ամբողջ խաղի ընթացքում ամբողջ աչ եզրով շատ ակտիվ էր։ Տոտենհեմին ամեն գնով հաղթանակ էր պետք ու բնական է, որ լոնդոնցիները ամբողջ խաղի ընթացքում գրոհում էին, բայց Մեթի Քեշը աչքի ընկավ գրագետ խաղով եւ վերջում էլ գոլային փոխանցում կատարեց, որով Ասթոն Վիլան թրջեց հաշիվը, բայց միայն այդքանը։ Հենակետայինի դիրքում տեղ զբաղեցնում Քոբի Մեյնուն Մանչեսթեր Յունայթեդից։ Այս ֆուտբոլիստը Լիվերպուլի դեմ խաղում կարող էր ոչինչ չանել, բացի այն մի դրվագից, որը որոշիչ եղավ խաղի համար։ Նրա ընդամենը մեկ հարվածը Յունայթեդին վերադարձրեց Չեմպիոնների լիգա։ Շատ լարված ու հետաքրքիր խաղում երիտասարդ ֆուտբոլիստի գոլը Մանչեսթեր Յունայթեդին հաղթանակ պարգևեց ու դրական լիցքեր ուղարկեց Սեր Ալեքս Ֆերգյուսոնին, որը դրա կարիքը շատ ուներ, թե ինչու կիմանաք վերջում։ Կիսապաշտպանության աչից կգործի Մանչեսթերա Լիվերպուլյան դերբիի արդեն իսկական հերոս Դոմինիկ Սոբոսլայը։ Լիվերպուլին գովելու ոչ մի տեղ չկա, բայց նրանց լուսավոր կետը շարունակում է մնալ Սոբոն, որը երկրորդ խաղակեսում նախ կրճատեց հաշվի տարբերությունը, ապա նրա գոլային փոխանցումից հետո խաղը հավասարվեց հաշվի հետ միասին։ Հունգարացի ֆուտբոլիստը շարունակում է տպավորել լիվերպուլյան անվերջանալի ձախողումների մեջ։ Հենրիխ Մխիթարյանը կլինի կիսապաշտպանության ձախից ու կապահովի մեր չեմպիոնությունը։ Իտալիայի Սերիայի Պարմայի դեմ խաղում Ինտերը կարողացավ հաղթանակի հասնել 2-0 հաշվով եւ վաղաժամ նշել չեմպիոնությունը։ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ, դարձավ գոլի հեղինակ, որը կարող էր լինել հաղթականը, եթե Պարման իհարկե վերջում գոլ խփեր, որին իրականում շատ մոտ էր, բայց դա չեղավ, բայց միևնույն է, Հենրիխի համար շատ ուրախ ենք ու նրա հերթական հաջողությունը մեզ ոգևորում է ինչպես երբևէ։ Ենթահարձակվողի դիրքում տեղակայվում է Խուլիան Ալվարեսը։ Արգենտինացին հերթական շքեղ հանդիպումն անցկացրեց Արսենալի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում։ Նրա կատարած աշխատանքի ծավալով նա անգին ֆուտբոլիստ կարող է լինել ցանկացած թիմում։ Հրաշալի տուգանայիններ է իրացնում, դե իսկ նրա խփած գոլին Դավիթ Ռայան ուղակի հայացքով էր հետևում։ Այս անգամ կունենանք հարձակման եռյակ, որոնք իրենց թիմերի հարձակման գծի պատկերն են ընդհանուր։ Մեկը Խվիչա Կվարացխելյան կլինի ու կխաղա ձախից իր սովորական դիրքում։ Վրացին կարծես մշտական
բնական տեղ է գրավել մեր թիմում, բայց անկեղծ ոչ մի ծանոթ բարեկամ ու անգամ փող չի խաղացրել։ Նա ուղղակի վստահ քայլերով գնում է դեպի ոսկե գնդակը։ Թվերն ավելի խոսուն են։ Բավարիայի դեմ կիսաեզրափակիչ առաջին խաղում վրացին 80% փոխանցումների ճշգրտություն է ունեցել։ 4 անցում է կատարել իր եզրում, 2 հարված է կատարել ու 2 գոլի եղինակ է դարձել։ Այլ կերպ ասած, որը խփել է, էդ էլ մտել է։ Դեմբելեն էլ 2 գոլի հեղինակ է դարձել այդ խաղում, բայց մեկը պենալից է եղել, իսկ մեր հարևանը բարեկամի համար եկեք անկեղծ ուրախանանք։ Աչից կգործի Լեանդրո Տրոսարը Արսենալից։ Բելգիացին մի քանի րոպե անցկացրեց Ատլետիկոյի դեմ Չեմպիոնս լիգական խաղում, բայց ահա առաջնությունում Ֆուլհեմի դեմ խաղում նա ուղղակի ճախրում էր իր եզրով։ Մեծ ներդրում ունեցավ իր թիմի հաղթանակին, 6 անցում կատարեց իր եզրով, որոնցից մեկը վերածվեց գոլային փոխանցման։ Իհարկե Ֆուլհեմը այն մրցակիցը չի, որի դեմ խաղից կարելի է ինչ-որ ենթադրություններ անել, բայց զինագործները հիմա այն վիճակում են, որ անգամ կարող են միավորներ կորցնել մեր հայաթի թիմի դեմ խաղում։ Կենտրոնական հարձակվողը մեր թիմում Ռիշարլիսոնն է Տոտենհեմից։ Սպիտակ լոնդոնցիների ցավերի մասին գիտեն բոլորը, բայց հիմա այդ ցավերը կարծես թե փորձում է բուժել Դե Ձերբին ու ոնց որ թե ստացվում է։ Երկրորդ խաղում անընդմեջ Տոտենհեմը հաղթանակի է հասնում, այս անգամ հաղթեցին Աստոն Վիլային, իսկ հաղթական գոլը խփեց հենց բրազիլացին։ Հուսանք վերջին մի քանի խաղում նրանք նույնպես դրական արդյունք կգրանցեն ու կմնան Պրեմիեր լիգայում, թե չէ խայտառակություն։ Էմիլիանո Մարտինեզը մեր պահեստային դարպասապահն է, արգենտինացին շարունակում է հրաշքներ գործել։ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի Նոթինգեմի դեմ խաղում նրա կատարած այս սեյվի համար միայն կարելի էր նրան վերցնել թիմ, սակայն չնայած նրա լավ խաղի, Վիլան պարտվեց թե Նոթինգեմին, թե Տոտենհեմին, ցավոք։ Նիկո Պասը նույնպես մեր պահեստայիներից է։ Նրա կոմոն շարունակում է հաճելի ֆուտբոլ խաղալ, չնայած վերջին խաղերում արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն։ Դուրս մնացին Իտալիայի գավաթի կիսաեզրափակչից, բայց Նապոլիի հետ վերջին տուրում ոչ ոքի 0-0 խաղացին եւ եթե Չեմպիոնների լիգան չստացվի, ապա Եվրոպա լիգը մյուս մրցաշրջանում համոզված եմ շատ շքեղ թիմ ենք տեսնելու։ Իսկ այդ թիմի շարժիչ ուժը Նիկո Պասն է։ Ու հիշեցնեմ նա ռեալիստան, մտածեք։ Զուտ տարիքից ելնելով Հարի Քեյնին այս անգամ թողնում ենք զամեն։ Ֆրանսո-գերմանական գոլային հրավառության կերտողներից մեկն է անգլիացին։ Մյունխենյան Գրանդի քոմբեքը երկրորդ խաղակեսում համարյա ստացվում էր, բայց եկեք հիշենք, որ խաղի հաշիվը եւ այդ գոլային հրավառությունը սկսել էր հենց Հարի Քեյնը։ Իսկ այ երկրորդ կեսում Լուիս Դիասը հենց Քեյնի փոխանցումից հետո ավելի կրճատեց հաշիվը։ Մի խոսքով սպասում ենք շատ ավելի լավ խաղի, բայց արդեն ավելի քիչ գոլերով պատասխան խաղում։ Պայստայիների նստարանից հարձակման կրակագից կնետվի Պատրիկ Շիկը։ Չեխ հարձակվողը ստաբիլությամբ աչքի չի ընկնում, բայց երբ խաղում է, Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականի համար պայքարող Բայերի եւ Լայպցիգի միջև խաղը հաղթեց հենց Շիկը, դառնալով հետտրիկի հեղինակ։ Այսպեսին ստացվեց մեր թիմը իր պայստայիների նստարանով շատ կարծում եմ բալանսավորված եւ առաջին հերթին հարձակվողական թիմ, որին շատ լավ եւ խելացի մարզիչ է պետք, որը կխնդրեմ դուք առաջարկեք մեկնաբանություններում։ Իսկ այժմ ծանոթացեք առաջիկա խաղերին, որից հետո ունենք հետաքրքիր մի քանի նյութ։ Մայիսի 5-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղերից առաջինը կլինի Արսենալի ու Բավարիայի միջև, հաջորդ օրը կմրցեն Բավարիան ու Պարի Սեն-Ժերմենը։ Մայիսի 7-ին Աստոն Վիլա, Նոթինգեմ Ֆորեսթ եւ Ֆրայբուրգ Բրագա զույգերը կվիճարկեն Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիրը, իսկ Crystal Palace, Շախտյոր եւ Strasbourg Rayo Vallecano զույգերը կոնֆերենցիաների լիգայում կմրցեն նույն ուղեգրի համար։ Մայիսի 9-ին Անգլիայում կհանդիպեն Լիվերպուլն ու Չելսին, Գերմանիայում Շտուտգարտն ու Բայերը։ Մայիսի 10-ին Լա լիգայի կարևորագույն խաղը կլինի կլասիկոյի տեսքով Բարսայի եւ Ռեալի միջև։ Մեր գլխավոր հակահերոսը իհարկե Ռեալ Մադրիդն է ձախողած մրցաշրջանի համար։ Երկրորդ տարին անընդմեջ մադրիդյան ակումբը մնում է առանց տիտղոս, ինչը նրանց համար ուղղակի դժոխային է հաշվի առնելով նրանց ամբիցիաները։ Ու անհարմար զուգադիպությամբ դա համընկնում է Կիլիան Մբապեի գալով, այնինչ նա եկել էր հարստանալու ու հարստացնելու ակումբին գավաթների տեսքով։ Փոխարենը ստացվեց լրիվ հակառակը։ Վինիսիուսն էլ սկսեց իրեն դիսկոմֆորտ զգալ, գումարվեց ոսկե գնդակի սկանդալը ու մի
կղանքային վիճակ։ Սկանդալները հաջորդում են մեկը մյուսին։ Ֆաբրիցիո Ռոմանոն հղում անելով The Athletic-ին գրել էր, որ Մադրիդի Ռեալի աշխատակազմը որոշ ներկայացուցիչներով Մբապեին համարում են վատ թիմակից եւ վատ խաղացող։ Ասում է վերջին մարզումներից մեկի ժամանակ շատ թունդ վեճ է ունեցել Ալվարո Արբելոայի հետ ու շատ վատ է վարվել աշխատողներից մեկի հետ։ Եթե հաշվի առնենք, որ Ատլետիկը համարվում է ամենավստահելի լրատվականներից մեկը, որը վստահելի աղբյուրներ ունի հենց Ռեալում, ապա պետքա դրան հավատալ։ Էսպանյոլի դեմ խաղում Կիլիանը չկար ու Վինիսիուսը կրկին ճախրում էր։ Նրա երկու գոլերը շատ տպավորիչ ստացվեցին։ Դիկտատոր է Մբապեն թե ոչ, որոշեք ինքներդ, բայց փաստն է, որ արդյունք չկա։ Իհարկե, որպես պատճառաբանություն կարելի է բերել անվերջ վնասվածքները, բայց կներեք, ուրա ակումբի կառավարումը, որը պետքա ապահովեր թիրախային տրանսֆերներ, գոնե թե փորձել Տոնի Կրոսին եւ Մոդրիչին փոխարինող գտնել։ Այնպես որ կարելի է ասել, ֆուտբոլիստները իհարկե իրենց մեղքի բաժինն ունեն, բայց գլխավոր մեղավորը ակումբի ոչ էֆեկտիվ կառավարումն է, որը բերել ու հասցրել է այս վիճակին, բայց հետաքրքիրն է նա, որ փողերը գալիս ու գալիս են։ Սր Ալեքս Ֆերգյուսոնը չի եղել Manchester United-Liverpool խաղին, բայց ներկայացել էր ստադիոն։ Նրան շատ շտապ տեղափոխել են հիվանդանոց, քանի որ հանկարծակի վատ է զգացել։ 84-ամյա լեգենդը չտեսավ իր հարազատ թիմի հաղթանակը Լիվերպուլի դեմ խաղում, բայց հաստատ կիմանա, որ նրանք կրկին խաղալու են Չեմպիոնների լիգայում։ Մայքլ Կարիգը օրինակ շատ հուսով էր, որ այս նորությունը նրան շատ լավ բուստ կանի ու պապին մի այդքան էլ կապրի։ Առողջություն մաղթենք United-ի լեգենդար հերոսներից մեկին։ Ռոնալդոն իր վերջին ծննդյան տարեդարձը նշել է լավաշում։ Այս մասին հայտնում է ռուսական Мяч Production-ի Սաշա Ժուրավլյովը։ Նա հատուկ թողարկում էր պատրաստել Ռոնալդոյի եւ նրա արաբական կայֆերի մասին։ Բայց դե լավաշ ռեստորանի ու Ռոնալդոյի տարեդարձի մասին կտորը վայելեք հիմա։ 39 лет. Криш заходил с семьей в лаваш. Да, вот он, лаваш. Ну, пойдем узнаем, может, кто-то работал во время его дня рождения, и узнаем, что он заказывал. Может, хаш или буструму. Интересно, что сначала день рождения в лаваше отмечала невеста Роналду, Джорджина, а через несколько дней уже Криштиану. Либо решили не париться с выбором, ну, типа, нормально же было, пойдем еще раз. Либо просто очень уж зашла португальцу армянская кухня. Криштиану Роналду отмечал день рождения со своей командой, и мы очень этим гордимся. Один из самых знаменитых футболистов, один из самых знаменитых людей в мире был в нашем ресторане. А где они сидели? Первый раз сидели вон там наверху, вон там Криштиану, а вон там его жена. А второй раз сидели здесь. А какое у вас впечатление от общения с Роналду? Хорошее впечатление. Он очень приятный и скромный. Он постоянно благодарил нас и был очень счастлив. Все были довольны. Какую еду заказывал Криш? Что он предпочитает из вашего меню? Много было армянских закусок, салатов. Криштиану нравится армянская кухня. Վերջում առաջարկում եմ հիշել բոլորիս կողմից սիրված Իվանա Նոլին, որը պատրաստվում է աշխարհի խաղերին ցնցել բոլորին ցնցելով իրեն։ Բայց մինչև մունդիալը նա ներկա էր Ֆորմուլա 1-ի Մայամիի Grand Prix-ին շատ համեստ հագուկապով։ Sky Sports-ի օպերատորը մի պահ տարվեց աղջկա աչքերի գեղեցկությամբ ու կորցրեց տիրապետումը տեսախցիկի նկատմամբ։ Ասում են նա մոռացել էր, որ իրենք ուղիղ եթերում են ու անմոռանալի էմոցիաներ պարգևեց Ֆորմուլա 1-ի երկրպագուներին։ Դուք էլ մեզ լավ էմոցիաներ պարգևեք բաժանորդագրվելով մեր ալիքին, որ կարողանանք հովանավոր գտնել, թե չէ սոված սատկում ենք։